Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին, շնորհակալ եմ Տիկին Հովսեփյան հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար, բարև ձեզ։ Տիկին Հովսեփյան, մեջբերում, հա, այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում, գիտեի, թե ոնց է նկարելու թվերը։ Այս խոսքերից Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է, հայց է ներկայացրել, պահանջում է հերքում, հա, եւ գումարի փոխհատուցում 6 միլիոն դրամի չափով։ Հայ, ինչու եք նման արտահայտություն արել ձեր նախկին թիմակցի, այսպես ասած, եթե կարելի է ասել։ Իրականում ասեմ ձեզ, որ այդ նախադասությունը տարբեր նախադասություններից հավաքած միտք է։ Ձևակերպել են, այ հարց պետք է տրվի, ինչու եք ձևակերպել այդ նախադասությունը։ Եվ երբ որ հարցի պատասխան ունենա, այդ ժամանակ կհասկանանք ինչ է ուզում։ Իհարկե հասկանալի է, որ ուզում է 6 միլիոն դրամ եւ փրթե ներողություն, զրպարտություն եւ այլն։ Պատրաստ եք ներողություն խնդրել Փաշինյանից։ Ժամանակը ցույց կտա, դատարանը ցույց կտա։ Եթե հայցը այդպես ճանաչի նմանատիպ հայտարարություններ անել, պատրաստ եմ, պատրաստ չեմ եւ այլն, նախ պետք է հասկանանք ինչին պիտի պատրաստ լինեն, այդ ինչին իրանք սարքել են։ Տականք բառը կներես, օրինակ ես հիմա կարող եմ ասեմ էշ, ով իրա վրա վերցրեց այդ բառը։ Ում եմ ասել ես այդ էշ բառը։ Դե կոնկրետ ասել եք այդ տականքը, այդպես ոնց է։ Այդը որ անում կա տեղ, ու ընդ որում տեքստի մեջ որևէ կերպ իր հետ չառնչվող արտահայտություն է դա։ Հասկանում եք, գոյություն ունի այդ բանը, դուք դա վերցրել եք հետքի լուսաբանումից, հայցից։ Բայց կա դրան նախորդող հարցազրույց, այսինքն հարցազրույցն է դարձել հիմք, հարցազրույցում լրիվ այլ բան է, հասկանում եք, այսինքն կարծես, չէ, իմ խոսքերն է, ես ասել եմ, որ այդ տականքին ես ներսից ճանաչում եմ, դրա մասին չի խոսքը, ես ներսից ճանաչում եմ այս ժողովրդին, ես ներսից ճանաչում եմ այս ազգին, ես ներսից ճանաչում եմ ԿՊ-ին, ես ներսից ճանաչում եմ հազարավոր բաների, հայ, դպրոցներ, կրթություններ, բժշկություններ եւ այլն, օրինակ։ Ինքը ընդհանրական խոսք է, եթե այդ մարդը քաշել է իր վրա, կցել է նախադասության եւ դարձրել է բարձրաստորադասական նախադասություն, որ ավելի հուժկու դառնա, դա իրենց բանի փաստաբանի եւ իր խնդիրն է եւ ես հիմա դատարանում չեմ այդ մասին որ վերլուծեմ, հա, դա դեռ պետք է քննարկվի։ Դուք եւս հակընդդեմ հայց եք ներկայացրել։ Իհարկե։ Իմ հակընդդեմ հայցին ես կարծում եմ որ դրա հետևանքն է իրենց դատական ընթացքները։ Հետաքրքրականն ինչ է, որ այսօր պատահաբար լսեցի, որ այն կերպ, ինչպես որ իրենք ինձ են դատի տվել, երբ որ ժողովուրդն է իրենց դատի տվել, ժողովրդից ինչ որ մարդ, հա, անհատ է իրենց դատի տվել վիրավորանքի, զրպարտության եւ այլի հետ կապված, մեր հարգարժան դատարանները վարույթ էլ չեն վերցրել, գործը փակել են, որ դա չի համարվում որպես քաղաքական հասարակական գործիչ, դու իրավունք չունես, էլի դե ներողամիտ պետք է գտնվես։ Այսինքն եթե վերաբերում է հարցը Նիկոլ Փաշինյանից դուրս, ապա ներողամտության մասին խոսք չկա։ Իսկ եթե դա վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյան, ապա տեղ խստագույն պատիժ է։ Հիմա հարցը առաջանում ես իր քաղաքացիներին մեղադրել է ընտրակաշառքով ընդդիմության ընտրելու մեջ, բնականաբար ես դիմել եմ դատարան, ինչպես եւ հայտարարել եմ, ես դրամական պահանջ չեմ դրել իր առջեւ, այլ դրել եմ միայն զրպարտության հերկման հետ կապված պահանջը եւ սպասում եմ տեսնեմ ինչ ընթացք ունենա այդ գործը, ընդ որում դա էլ է մեղադրանք նորություն չկա վարույթ։ Իհարկե դեռ չկա։ Իսկ իր գործից արդեն վարույթ վերցրել են, բնականաբար արդեն հաշիվներից գիտեք հայցի ապահովման կալանքը դրված է եւ այլն։ Այսինքն նա այստեղ է 6 միլիոն է, ինչ այդպես սուղ պայման։ Առավելագույն չափով պահանջում է։ Դե փորձում է մեծ գումար ասի, ինչի չասի, ասել, ինչի չասել։ Որ վախեցնի, ճնշի, եթե օրինակ լիներ 1 միլիոն դատարանը ենթադրենք ապահոver 100,000 դրամ, այդ հաստատ ինձ չէր ճնշի, բայց եթե օրինակ 6 միլիոն է, ես հաստատ այդ 6 միլիոնից կճնշվեմ։ Դու ես ճնշվելու, որ նկարը դնելու եմ կառավարության դեմն ու դրամահավաք անեմ, դու ես հավաքելու, ոչ թե։ Պատրաստում եք դրամահավաք։ Դուք ասել եք, որ տարայի մեջ արդեն սկսել եք գումարից Այդ հավաքում եմ, որ պաստառը տպեմ։
Ինչքան է հավաքվել Տիկին Հովսեփյան հաշվել։ Չեմ հաշվել, որովհետև լավ փակած է, բայց ամեն օր պարտադիր այսպես կոպեկներով եք։ Այո, 10 դրամ։ Բայց դատարանը դա դատարանի շկապ ունի, ես տանելու եմ բանկով ուղարկեմ, չէ։ Իդեպ ասեմ, այդ գումարը ես պաստարի համար եմ հավաքում։ Ոչ թե դատարանի համար։ Ես չգիտեմ դատարանը ինչ է որոշելու։ Այդ դատարանի գումարը, դատարանի որոշումից հետո կսկսեմ հավաքել։ Պատրաստվում եք կառավարության դիմաց։ Եվ դատարանը չի կարող չընդունել Հայաստանի Հանրապետության դրամն է դա։ Ես տանելու եմ ինչքան որ սահմանեց, այդքան շատ մեծ գումար սահմանեց, այդքան երկար ու մի քանի տեղ ես վստահ եմ որ ընկերներս էլ կմիանան, մի քանի տեղ էլ կդնեն դրամահավաք կանեն։ Երբ կանցեք մտածել կառավարության դիմաց պաստառով։ Երբ որ դատարանի որոշումը կարող է որոշումը լինի, որ ոչ մի կոպեկ էլ չի հատկացնելու, ինչի համար եմ դա անելու։ Այսինքն դա ինքնանպատակ չի։ Դա դրամահավաք չի դրամահավաքի համար։ Դա կոնկրետ քաղաքական քայլ է։ Ինքը տարբերակ էլ իմանա քաղաքականությունը, վիրավորվել ես, ինչի՞ց, ումից, ինչի։ Այսինքն դու կարող ես massական բոլորին վիրավորես, շուն ու շանգյալ համարես, քեզ չընտրողին, բայց ասենք մի հատ էլ վիրավորվես, քեզ չուղված խոսքից։ Եթե դու քեզ վրա ես քաղաքականանում է ուղված եղել։ ՔՊ-ից ենթադրենք ցանկացածին, կոնկրետ մարդու անուն տրված չի տեղ։ Այդ նախադասությունը, այդ պարբերությունը, որի մասին ես խոսում եմ ընդդիմության մասին, ընտրությունների մասին, հազարավոր բաների մասին։ Ու եզրափակում եմ այդ ամբողջ խոսույթս, ամբողջ ամենավերջում ասում եմ, որ այդ տականքին ես վաղուց եմ, ներսից եմ ճանաչում։ Բայց կոնտեքստը այնպեսին հարցազրույցի, որ այսպես հասկանալի է մոտավոր, թե ում են ուղղված։ Ով ասես կարա հասկանա։ Իսկ ինչու օրինակ բանի առումով ընտրությունների նկարչության առումով, որը գցում են տեխնիկական խնդրի վրա, կոմպյուտերը այնքան հասկացող էր, որ հենց դրել էր ԲՀԿ-ի ձայներն էր սխալ հաշվել, հենց Լուսավոր Հայաստանի ձայներն էր սխալ հաշվել, հենց բանինը ուժեղ Հայաստանը, բայց ԿՊ-ինը սխալ չէր հաշվել։ Չէ, բայց իրենցն էլ կար այնտեղ վերահաշվարկի արդյունքում ասեցի մեր ձայները էլի ավելացել է։ Ասեցի։ Մի քանի ձայն ավելացել էր, բայց օրինակ հաջորդ ձայն որ պակասել էր ԲՀԿ-ից, այդ կոմպյուտերը շատ խելացի։ Ախր սաղն են իրանց մոտ խելացի։ Առարկայից մինչև շնչավոր։ Սաղը խելացի են։ Տիկին Հովսեփյան, ընտրության արդյունքները ինչ ցույց տվեցին, հա? Ինչ եզրահանգումներ անենք։ Ընդդիմությունը վստահ ասում էր մենք ենք հաջորդ վարչապետը, կարծես այսպես այլ տարբերակ սցենարի պատրաստել չէին քայլերի, թե այս դեպքում պարտության դեպքում ինչ է լինելու։ Գիտեք, ընտրակաշառքներից է հաջորդ, հա, իր բանը, որ վիրավորվել են ընտրակաշառք եւ այլն։ Ուրեմն օրենք էին հանել, որ իրավունք չունեն ընտրություններից կարծեմ 6 ամիս շուտ որևէ կերպ գործողություններ կատարեն, որը որ կհամարվի ընտրակաշառք կամ կնպաստի ընտրությունների արդյունքների վրա։ Թալինի սոցիալական աջակցությունը ցցում երևաց։ Առողջապահական ապահովագրությունը ցցում երևաց։ Թոշակների կտրուկ բարձրացում, ընդ որում մի քանի ամիս առաջ ասում է, որ թոշակները եթե անգամ բարձրացնենք 2000 դրամով, 10000 դրամով, մեկ է դուք ոչ մի ձեր կյանքում բան չի փոխվի, դուք չեք կարողանալու դա ծախսեք արդյունավետ։ Մեղադրում է այդքան թոշակառուներին արդյունավետ կառավարման եւ ծախսման մեջ, այդ մարդիկ թե ոնց էին ապրում, որ դու չկայր էլի, սա մեռած էին։ Հիմա 10000 դրամ բարձրացնում է թոշակները եւ ընտրությունների նախաշեմին։ Սա ընտրակաշառք է թե ոչ։ Իրենք ասում են մենք մեր կառավարության ծրագիրն ենք ներկայացնում։ Իրենք շատ բան կարող են ասեն, դա մեկ, երկրորդը դու 5 տարի ժամանակ ուներ քո կառավարության ծրագիրն անելու։ 5 տարի դու այդ կառավարության ծրագիրը չես արել, բերե հասցրել ես պռնկին, երբ որ կես ժամ հետո ընտրությունները եւ երբ որ կես ժամ առաջ դու ընդունել ես օրենք, որով խախտում ես արդեն ընդունածը օրենքը եւ արգելք է, որ դու նման քայլերի գնաս ու դու անում ես, դուրս է գալիս իրենք ամենակարող են։ Իրենք ամեն ինչ կարող են անել եւ իրենք պիտի անեն եւ ներվեն։ Եվ ամենասարսափելին ժողովրդավարություն կոչվածը
անտեսվում է, ոտնատակ է տրվում, ոտնահարվում է ազատ խոսքը։ Այն ժամանակներում Նիկոլ Փաշինյանից կոպիտ ընդդիմություն գոյություն ուներ, հայհոյող ընդդիմություն որևէ մեկը գոյություն ուներ, հիշում եք դուք իր բառապաշարը։ Բայց եթե մեկը իրան որևէ կերպ փորձեր իրավական դաշտում վախեցնել, ինքը չէր մեջ բերին միջազգային օրենքները, կոնվենցիաները, ԵՄ-ին, ժողովրդավարություն, ազատ խոսքը։ Բայց հիմա ինչ եղավ։ Եկավ հասավ այս ժողովրդավար ղեկավարի ժամանակ թաղվեց, հա, ամեն ինչ։ Արդեն ես պետք է վախենամ ազատ խոսեմ։ Իսկ մինչև այդ ես չէի վախենում Սերժի ժամանակ, ես չէի վախենում ազատ խոսել։ Ու հետաքրքիրն ինչ է։ Երբ որ դիտարկում ես հասարակությանը, այն մարդիկ, ովքեր Սերժի ժամանակ վախենում էին առհասարակ խոսել, այդ մարդիկ այսօր Նիկոլի ժամանակ խոսում են Սերժից, քֆրտում են Սերժին։ Ոչ թե Նիկոլին, այլ Սերժին։ Գովում են Նիկոլին ու ասում են, ես արդեն ազատ եմ խոսում։ Ազատ խոսքը կլիներ հարգելներ այն ժամանակ, երբ որ դու Սերժի ժամանակ այս Սերժ թալանում ես։ Ոչ թե Նիկոլի ժամանակ, ասես Սերժը թալանում էր։ Իսկ Նիկոլս չէ, շատ լավն է։ Այ երբ որ դու Նիկոլի ժամանակ տեսնես թալանը, երբ որ դու տեսնես ընտրակեղծիկը, երբ որ դու տեսնես ինչ է լինում, ինչպես է վարչական ռեսուրս կիրառվում, երբ որ քեզ ուսուցիչ ասեն արի կանգնի ստեղ ԿՊ-ի համար, այդ վարչական ռեսուրսը ինչքան ազդեցություն, այդպես մեծ ազդեցություն չափազանց մեծ, իսկ ինչու՞ չի ունենում։ Վճռավորող ազդեցություն։ Միանշանակ որ ժամանակներում չի ունեցել։ Տիկին Հոսեփյան, այդ դեպքում թող մյուս կողմը հանդիմադիր չհամաձայնվեն, ասեն չենք ընդունում եւ չգնան խորհրդարան։ Թողել եմ այդ իրանց որոշումն է, ես կապ չունեմ առհասարակ ոչ ընդդիմության հետ, ոչ իշխանության հետ։ Ես որևէ մեկի հետ դժգոհում են համիշխանությունը, դժգոհում ասում է կաշառք է բաժանվել, ընդդիմությունը իր հերթին է ասում, բայց երկուսն էլ գնում են խորհրդարան։ Հիմա տեսեք, դուք եթե հիշում եք, ընդամենը դեռ ամիս է չի լրացել, օրեր առաջ ես այդ մասին հայտարարություն եմ տարածել։ Հարգելիներս, եթե դու կանգնում ասում ես, որ իշխանությունը լեգիտիմ չի, օքեյ, ես որպես ընդդիմություն ընտրած մարդ համաձայն եմ, որ լեգիտիմ չի, բայց լեգիտիմ չի, ինչ ես վերցնում մանդատը։ Սահմանադրական դատարան դիմում։ Ինչու ես դու ասում ես, որ մանդատների մասին կխոսենք, երբ որ սահմանադրական դատանի որոշումը լինի, սահմանադրական դատան դիմելը նորմալ բան է։ Դատարան է քայլ է, որտեղ դու գնում ես այն հույսով, իհարկե մենք հույս չունենք երկրում մեր իրավական ոչ մի բանից։ Այն հույսով, որ իրենք կճանաչեն ոչ լեգիտիմությունը։ Մեծ հաշվով 50+ ձայներ չկան այստեղ։ Արդեն իսկ սա էլ է խոսում մեր ընտրական օրենսգրքում խախտման մասին։ Այսինքն ոչ լեգիտիմությունը հենց իրանց ընդունած օրենքներով է արկայծվում։ Բայց խնդիրը սաղ դնում են կողքի, հա։ Դու գնում ես սահմանադրական դատան, հույս ունենալով, որ սահմանադրական դատանի որոշումը ազդեցություն կունենա քո մանդատ վերցնել չվերցնելու համար։ Եվ ասում ես, որ սահմանադրական դատանից հետո կորոշենք, ինչ պետք է որոշի, իր ժամանակ ասել, անկախ նրանից սահմանադրական դատան ինչ կորոշի, մենք գտնում ենք, որ պետք է վերցնենք մանդատները եւ մեր պայքարը շարունակենք հնարավոր բոլոր ճանապարհներով։ Վերջ, այս մի նախադասությունն ասում էր ու ոչ թե այ վաղը կասեմ, այ մյուս օրը կասեմ, այ 4 օր հետո կասեմ, այ մանդատները վերցնեմ կասեմ։ Հիմա ինչ պետք է ասես, մենք այս ճանապարհը 5 տարի անցել ենք։ Այս ճանապարհը եղավ 21 թվականի ընտրություններին, երբ որ ասվեց, որ լեգիտիմ չի, գնացիք լեգիտիմացրիք, պատիվ ունեմ ու Հայաստան դաշինքայով։ 5 տարի լսեցինք անպատիվ ամենավերջին արտահայտությունները, որոնք ուղղված էին ոչ թե անձնապես ձեզ, այլ նաև ամբողջ հասարակությանը։ Վերջապես այդքան երեխեքը, որոնք լսում են այդ արտահայտությունները, դա վարկագիծ է դառնալու եւ հասարակության ներսում ինքը չի կարող ասի Նիկոլ քեզ, չի կարող ասի օրինակ, չգիտեմ, Քոչարյան քեզ կամ մյուսին, ինքը ասելու է իր թիմակցին, իր անկերոջին, իր չգիտեմ ինչին։ Եվ այդ բառերը գեներացվելու, այդ մտածողությունը գեներացվելու է հասարակության։ Այ ինչով է այս նոր ձևավորված խորհրդարանը տարբերվելու նախորդից։ Ավելի ընդդիմությունը ավելի ուժեղ է այս դեպքում այս նոր խորհրդարանում, լծակները ավելի շատ են, որովհետև իրենք ասում են, օրինակ մենք մանդատները վերցնում ենք, որպեսզի երբ որ պահը կա անվստահություն հայտնելու կամ այլ նման քայլերի մեր մանդատը։ Ես հիշում եմ, որ գիտես, քանակի վրա հույս տնել հնարավոր չի, քանակով ոչինչ չես կարող որոշել, որովհետև մեծ հաշվով, եթե հիշում եք, 2018 թվականին ելք ընդամենը 9 պատգամավոր ուներ, 7 թե 9, կարծեմ 9, չեմ հիշում ճիշտ։ Այսինքն այդքան թվով պատգամավորով կարողացան հասնել նրան, որ վարչապետի թեկնածու առաջադրեցին եւ նույն
ներսում գտնվող հանրապետական կուսակցության Դե մեծ մասը դաշնակցության մեծ մասում կար։ Ինչ իմանաս թե վաղը ինչ կլինի։ Հենց հիմա ոչինչ չկա։ 17-ին էլ եթե հիշում եք ոչինչ չկար։ Իսկ 1 տարին հասունացրեց դա։ Իրականում ասեմ 1 տարին չի հասունացրել։ Դա հասունացրել է իրենց վարած քաղաքականության հետ, երկար քաղաքականության հետ ատելությունը բանի իշխանության հանդեպ գեներացվել է տարիներով, այդ անարդարության զգացումը, այդ գցել է այդ դասակարգումները, այդ ինչ որ մեկին ավելին տալը, ինչ որ դպրոցի տնօրենը իրան երկրի նախագահի նման էր պահում, հա։ Իհարկե հիմա էլ է նույն բարքերն ու վարքերը վերադարձել, որովհետեւ մարդ է, շատ արագ է հարմարվում, գայթակղություն է դա, հա։ Բայց խնդիրը հետեւյալն է, որ այդ տարիներով գեներացվածը եկավ մի հատ իրադրություն, որտեղ կանխող չեղավ, այսինքն Սերժ Սարգսյանը ոչինչ չարեց, որ կանխի Նիկոլի քայլերը։ Եվ բնականաբար գեներացվեց այս հեղափոխություն կոչվածը, որը դիմափոխություն էր, ոչ թե հեղափոխություն էր, եւ բնականաբար եկանք հասանք այսօրերին։ Հիմա այս տարիների սուքը, ողբը, կորուստները, գիտակցումը, հազարավոր բաները կարող է բերեն ինչ որտեղ, այսինքն զսպանակենքան, այս բան բոլորը բողոքում են, չկա մարդ, որ չբողոքի։ 1-2-ն են իրանց մեջ, որ կարող է լռեն կամ ասեն, չէ, չենք բողոքում, մենք իշխանությունից իրանք լավ է։ Պամիդոր աճացնողը բողոքում է, սմբուկ աճացնողը բողոքում է, ձկնաբույսները բողոքում են, անհետ կորածների ծնողները, գերիների, հարազատների սաղը բողոքում են, բոլոր տեղերում բողոք է գեներացված։ Բոստաններում ջուր չհասնելը բողոք է, հոսանքի թանկացումը բողոք է, գազի թանկացումը ամեն ինչը բողոք է։ Եվ ես կարծում եմ, որ կարող է 1 տարվա ընթացքում այո գեներացվի այնպիսի վիճակ, որ այս սոցիալական ճնշումները, երբ որ մարդը հասկացա, որ իր ջերմոցի համար ինքը տունը գրավ էր դրել ու ինքը կորցնելու է տունը, ու իր երեխան մնալու է, ինչպես Նիկոլներ ասում, բոլորին բոմժ կսարքեն, բոմժ։ Այդ մարդը ելնելու է գանստի կառավարության դեմը։ Ինքը էլ գնալ տեղ չի ունենալու։ Ու այդ մարդը ուղղակի պահանջելու է։ Այն մյուսը միանալու է Իրան, այն մյուսը միանալու է Իրան։ Ես այս սցենար եմ ներկայացնում, ես չգիտեմ ինչ կլինի։ Գուցե ոչինչ էլ չլինի եւ մենք ուղղակի ինդիմությանը եւս 5 տարի, ինչպես նախորդ 5 տարին հարկերի հաշվին վճարենք, որ իրանք ելնեն սուր ելույթներ ունենան 1-2-3 կամ առհասարակ չգնան ազգային ժողով, գնան միայն գրանցվեն, որ գրանցված ցույց տա, ապահովեն այսպես ասած քվորումը, գնան տուն։ Դե ասում են եկեք տեսեք ձեզ ոնց ենք դաստիարակելու, եկեք խորհրդարան։ Իրենք արդեն ասում են, խորհրդարանը ասում է, դե նորմալ է, այդ նույն վիճակն է, այսինքն 5 տարի մենք տեսել ենք ինչ է լինելու։ Իրանք աթոռների հետ էին կռիվ տալիս, չեք հիշում։ Ցույց էին տալիս Արթուրը եւ Սերյան Օհանյանին հայոյում էին, ինչ որ բաներ էին ասում։ Ցույց էին տալիս Արթուր Խաչատրյանին, Աղվան Վարդանյանին եւ այլն։ Հասկանում եք, իրանց համար էական չի, այդտեղ կլինեն, չեն լինի, իրանք ցույց կտան, կասեն, մեկ է, իրանք թեմա չունեն, իրենք անելիք չունեն, երբ մարդը գործ ունի, չի հասցնում խոսել։ Բայց իրանք անընդհատ խոսում են, գործ չեն հասցնում անել։ Գործ անող մարդը հազվադեպ է խոսում։ Ես կարող եմ փաստացի ասեմ, ինձ հաճախ ասում են Սոֆիա, այդքան գործերը, որ դու անում ես ու մենք չենք իմանում։ Ոնց իմանաք, որտեղի ժամանակ ունեմ ես։ Ես ժամանակ չունեմ այդ իմ գործերի մասին խոսեմ։ Եթե ես գործերի մասին խոսեմ, ես կդառնամ դատարկ խոսացող, ոչ թե գործանող։ Տիկին Հովսեփյան, այդ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ժողովուրդը ինձ մանդատ է տվել եւս մեկ անգամ, հա, որպեսզի ես քրյա օլիգարխիան այդ թալանը վերադարձնեմ, այդ համակարգը վերացնեմ։ Հիմա այսօր այնինչ կատարվում է իրավական process-ները, տեսնում ենք, հա, միջև քարոզարշավի ընթացքում էլ սկսվեն մեր շարունակվում։ Այդ տեղավորվում է այդ նրա խոստումների շրջանակներում քրյա օլիգարխիան այսպես վերացնելու։ Ուրեմն 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը, երբ որ հեղափոխության, դիմափոխության ճանապարհը բռնել էր, այդ ժամանակ նույն բաներն էր ասում։ Եթե հիշում եք, որ բոլոր թալանները հատիկ առ հատիկ վերադարձնել են, հատիկ առ։ Դե հիմա ասում է այդ խոստումները կատարվում։ Ինչ տեղի ունեցավ 2020 թվականին Գագիկ Ծառուկյանին զրկեցին պատգամավոր 19-ներ թե 20-ներ չեմ հիշում պատգամավորական մանդատից, այսպես ասած կրկին ձեռքերը ոլորեցին, բայց այն ժամանակ չպարկեցրեցին գետնին մի 10 տղամարդով, բայց տարան։ Որ ժամանակ հետո Գագիկ Ծառուկյան դուրս եկավ, ընդ որում են Գագիկ Ծառուկյանը, որ քվեարկել էր
որ Նիկոլ Փաշինյանը գար վարչապետ։ Այն Գագիկ Ծառուկյանը, ով որ փողոցներում փակելու ժամանակ ավելի շատ մարդ էր դուրս բերում, քան ԿՊ-ն առհասարակ ռեսուրս ուներ դուրս բերելու եւ այլն եւ այլն։ Այդ նույն Գագիկ Ծառուկյանը տեսանք ինչպես վարվեցին եւ տարան, բայց այն ժամանակ այդպես չվարվեցին։ Դրան հաջորդեց Քոչարյանը կամ նախորդեց Քոչարյանը։ Եթե հիշում եք, ես այդ մասին հարցել եմ տվել ազգային ժողովում, որ ինչքանով է հիմնավոր կամ ինչքանով է հենք ունեցող ձեր գործերը ու արդյոք որ այսօր մենք համաձայնություն ենք տալիս, որ պիտի Քոչարյանին կամ Ծառուկյանին մանդատից ցրկեն տանեն, վաղը չի լինելու, որ այսքան նստած падգամավորները ամաչեն ինչ արեցին, որովհետև դատախազությունը ոչ մի նյութ չուներ։ Վայ, այնպես պատասխանեցին, որ դուք լուրջ չեք վերաբերվում Տիկին Հովսեփյան դատախազության եւ դատախազության աշխատողներին։ Այն ժամանակվա դատախազ Արթուր Դավթյանն էր, կհիշեք, նյութերն կան բանում, հա։ Ինչ տեղի ունեցավ։ Քոչարյանը որ ժամանակ հետո առանց հիմքերի պակասի բացակայության հիմքով ազատվեց, նույնը եղավ Գագիկ Ծառուկյանի հետ, Արթուր Դավթյանը դրանից հետո գնաց, հետո նորից եկան, Քոչարյանը նորից կանչեցին Արթուրանն ինչան է Վարդապետյան, եկավ նորից հատիկ բերելու եւ ես չգիտեմ ասած։ Հիմա պարսիկներին են հիմք վերում, հետո պարսիկները ասում են, որ դա ինչ-որ բան, հարկերից խուսափելը դադարեցվել է, բարձվում է այդպեսի բան չկար, որովհետև աննորմալություն կլիներ 2018-ից հետո, 2025 գլխին բերածից հետո հարկերից խուսափեր։ Ասենք այդ մարդուն ավելի ձեռնտու չի 1 միլիարդ դրամ հարկ ավել տա, քան գնա կալանքի։ Բայց ու հիմա սրա հետևանքով, երբ որ նույն այդ գործարանները, կազմակերպությունները հենց հանրությանն են մեծ թվով, պետությանն են հարկեր վճարում, մեծ թվով քաղաքացիներ մնացել են առանց աշխատանքի սրա հետևանքով։ Հիմա անկարծ պարզվում է, որ նման խնդիր իրանք էլ նոր կորիզ է, այսպես կուտ են տալիս, հա, բառացի ասում, կուտ են տալիս ժողովրդին, որ ինչու պիտի Արարատ ցեմենտի գործարանը լիներ մասնավոր։ Ինչու պիտի Հրազդան ցեմենտի գործարանը, Հրազդանի մասին վայ չեն խոսում, Հրազդան սննկացավ, ոչինչ չարեցին, սննկացավ, ես հիշում եմ, որ անդադ դիմում էին կառավարության աջակցությանը, որ չսննկանան, սննկացավ։ Հիմա ինչքան հասկացա, հաջորդում վաճառում են արդեն։ Արարատից խոսեմ, ինչու պիտի ես ինչը լինի, ես ինչու։ Այ մարդ, ինչու գողացան։ Բա ինչի՞ չեք ասում, ինչու պետք է բժնին լինի այս մարդունը, ինչու պետք է այս ինչը լինի Ռասիամոլը լինի Խաչատուր Սուքասյանն, ինչու պիտի այն ինչը լինի այն ինչին։ Ինչու չեք հարցնում, այդ երբ է սկսվել այդ process-ը։ Դեռ 90-ականներին, երբ որ հենց Սովետ միությունը փլուզվեց յուրաքանչյուր գյուղի գործարան դարձրեցին մի քանի հոգու խլխլելու տեղ, այդ հարցը գնա տուր Լևոն Տեր-Պետրոսյանն, ինչու արեցիր այդպես եւ ինչու սեփականության տարար գոնե գործարանները պահեր պետական, լավ, հողերը հասկացանք բաժաներ մարդկանց գնային իրանց կարտոֆիլն ու գազարը աճեցնեին ուտեին, ապրեին, ծախեին, պետությունը բանանային, հա, գյուղատնտեսություն զարգացնեին։ Գործարաններն ինչու քանդեցիք, ինչու այդքան հաստոցները վաճառեցիք, ինչու դատարկեցիք շենքերը թողեցիք։ Այդ ինչուի պատասխանը ոչ թե իրենն է Ծառուկյանին, այլ ինչուի պատասխանը ով որ դա արեց, այդ մարդուն հարց չեն տալիս։ Հիմա եթե դու հանել ես ինչ-որ բան վաճառքես, բաժակը վաճառքի գնորդ կա։ Հիմա ես գնում եմ, շնորհակալություն, որ գնելուց հետո այս բաժակը բաժակ է օգտագործվում։ Ոչ թե փշրում եմ ու գոյություն չունենում, հա, ինքը դարձնում եմ մի հատ ինչ-որ բանի փոշի, մկանցակը լցնելու ապակի, հա։ Ինչի մասին է խոսքը։ Տվել եք, վաճառել եք այդ գործանը, չգիտեմ առաջի գնորդ ինքն է եղել, թե շարունակական գնում է, ինձ չի հետաքրքրում դա։ Փաստացի հասել է, չէ, իր ձեռքը, սեփականատերը ինքն է, հա, սեփականատիրությանը իրավունքով հարկերը վճարել է, հա, աշխատանքը ապահովել է, պետությունը ապահովել է ցեմենտով ու ամեն ինչով, ինչի ֆունկցիան ուներ։ Հա, բա ո՞րն է քո խնդիրը, ինչին ես ուրախանում, որ գցում ես քո բանին, գործարարին, վերցնում ես պետության ձեռը, ինչ ես դու փոխում պետության ձեռքը գործարանները մասնավորից խլելով։ Ով կգա այլ գործարան կդնի, վաղն էլ Նիկոլը չի լինի, կլինի, չգիտեմ, որ ճնգլը, կգա կասի այս մարդը բերել է Ամերիկայեն, եկել էստեղ նասկի գործարան է բացել, ով ասեց, որ այդ Իրանը պետք է լինի, ձեռքից վերցնենք։ Տավուշի նասկիների գործարանը վերցնենք, ձեռնոցների գործարանը վերցնենք, ու այսպես շարունակական։ Ինչի մասին է խոսքը։
գնում ես պատճառ հետևանք հարց տալիս ես, կամ ինչ է նշանակում օղակաձև այգում։ Օղակաձև այգում, եթե համարում եք, որ սխալ եք տվել, այդ տարածքը սխալ էր տրվել այն ժամանակ, լիքը սխալ թույլտվություններ են եղել, այո, շատ էժան, շատ չգիտես ինչ։ Այ մարդ արի իրան ասա մեկ այդ կոմպլեքսը արդեն իսկ ինչ է նշանակում ձեռքից խլել։ Բա ինչի 8 տարի ձեռքից չէիր խլում, այսօր եկար որոշեցիր ձեռքերը ծալեցիր քցիր գետին, տարավ խլեցիր, ուտեղ բույսեր, ծառեր, այս ինչ էր։ Ծառերը ամբողջ քաղաքի բարի ես տվել, վերացրել ես, ծառից ու բույսերից ես խոսում ու երևանցիներից շատերը ասում են այո այստեղ պետք է լինեն ծառեր դուք հավատում եք այդ ծառը գիտեք ինչ արդյունք է հիշում եք մամուլում էր եթե ճիշտ եմ հիշում հետքում էր որ քննել էին ծառերի այդ գնման process-ը ումից գնեցին ում հորից գնեցին ում ծառատունքներ եւ այլն դա ձեզ ոչ մի բան թեկուզ գոնե հանրային լողավազաններ սարքեն, էլի մի քանի երեխա օգտվի։ Ինչ է կանում, այսինքն ոչինչ չստեղծենք, գցենք ստեղծվածը ու ասենք, որ տեսակ մենք արեցինք ինչ-որ բան, ու դրանով հանրության հետաքրքրությունը պահենք ձեր հանդեպ, դա ճիշտ չի 5 հատ գործարան սարքեիր հələ։ 5 հատ սարքեիր, բայց երրորդը վերցնեիր։ Հասկանում եք։ 1 հատ սարքեիր, երկրորդը վերցնեիր։ Ուր է սարքած այդ գործարանները։ Ուր է անընդհատ խոսել ես, մենակ ասել ես, այս են արեն։ Անկամ ես ձեզ ասեմ, մինչև այսօր ինչ որ մարդ գալիս է, երբ որ ես падգամավոր եի, հազարավոր մարդիկ ինձ դիմել են, գնացել ենք մենք լիքը ծրագրեր ենք ներկայացրել կառավարությունում կամ ուղղորդել եմ գնացել ներկայացրել է կառավարություն, որ այստեղ հաստոցների եւ այլնի գործարաններ կան, անտեր, անտուն, ընդհանրապես կառավարությանը պատկանող պետական բան ունեցող տրամադրեք վարձակալությամբ, տրամադրեք այս ինչով, այս ինչը սարքենք, այն ինչը սարքենք, ինչ է կարել, որտեղ եք դուք կարողացել լիքը գործարաններ, պատեր, հաստոցներով կան դրված, որ մասնավոր սեփականություն է, դուք չեք կարող այդ մարդուն ստիպեք, որ 30 տարի առել ես ու պարապուրտի ես մատնե, որը վտանգավոր է քաղաքի համար, տուր ես ինչ մարդուն վարձակալությամբ թող աշխատացնի։ Գերմանիայից բերեցի մարդիկ, ովքեր որ այդ հաստոցները կարող էին նորարարացնեին եւ նաեւ օգնեին մեզ մի շարք շատ հարցերում, որի մասին չեմ կարող խոսել։ Ինչ արիք այդ մարդը ստեղ է, բերեցներ դրեց, արեց այդ գործարանները։ Իհարկե ոչ։ Ու հիմա պատրաստի կա Կաթ Ծառուկյանն լավ է, գցին կետնին շոուն սարքին, ծերից առանք։ Ինչ է կանելու։ Բա ուր է, ինչի հենց հիմա չի աշխատում այդ ցեմենտի գործարանը։ Հենց այս պահին ինչու չի աշխատում։ Ու այսպես շարունակական ու քաբլիցի ես չեմ ասում Ծառուկյանը գիտեք սուրբ է ինձ մեկ է ինքով է ինչ է բայց գնացեք ինքը սուրբ չի անօրեն էս է դու օրենքով արած դա երբ որ դու Իրանից պետական անօրենություն ես անում որ չէ բայց դու կառավարմանն ենք բոլոր իրավունքներով սահմանադրությունով դու ոտնատակ տվեցիր այդ ամեն ինչը ոնց կարա օրինական լինի պետության տալ չի նշանակում անել օրենքով մարդու սեփականությունը խլել տալ պետությանը ինչի համար չգիտես պարզում է հարկերից է չխուսափել Շնորհակալ եմ ձեզ Տիկին Հովսեփյան զրույցի համար ես եմ շնորհակալ Հարգելի ըստատիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում ենք ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։